Արժանապահության ոլորտի խնդիրների մասին կխոսենք ոլորտի փորձագետ Անուշ Պողոսյանի հետ շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Ապահովագրության ներդրումից 1 ամիս անց մենք ունենք արդեն հնարավորություն վերլուծելու, թե ինչ է տեղի ունենում եւ ինչ խնդիրներ են ի հայտ գալիս, որտեղ է կաղում համակարգը։ Ապահովագրության ներդրումից 1 ամիս անց մենք կարող ենք ասել, որ համակարգը բոլոր ենթակառուցվածքներում կաղում է։ Խնդիրներ ունեն ինչպես ապահովագրված հիվանդները, խնդիրներ ունեն բժիշկները, խնդիրներ ունեն բժշկական կենտրոնները, խնդիր ունի առմետ համակարգը, այսինքն բոլոր տեղերում կան բավականին լուրջ, այսպես ասած, թերացումներ։ Եվ ասել, որ ծանրաբեռնված են դիմելիությունը շատ է ապահովագրության շրջանակներում, այդքան էլ այդպես չի, որովհետև եթե վերցնենք առողջապահության նախարարի վերջին թվերը, որ 200 շուրջ 34,000, եթե չեմ սխալվում, արտահիվանդանոցային այցեր են եղել ապահովագրվածների, հաշվի առնելով, որ ազգային հաշիվներում մենք գիտենք, որ տարվա մեջ անցած տարվա կտրվածքով շուրջ 12 միլիոն ԱԱՊ դիմող ա եղել, այսինքն ամիսը 1 միլիոն, որից 50%-ը արդեն ապահովագրվածներ են, մենք կխոսեինք նորմալ դիմելիությունից, եթե գոնե 500,000 դիմող լիներ, այսինքն անգամ այդ դեպքում այս 50% թեր դիմելիության արդյունքում մենք ունենք համակարգի լուրջ խնդիրներ։ Թեր դիմելիությունը ինչով է պայմանավորված։ Թեր դիմելիությունը պայմանավորված է իրազեկման խնդիրներով, պայմանավորված է բժշկական թիմի, բժշկական կենտրոնների անհասկանալի իրավիճակով բժիշկները չգիտեն ինչպես իրականացնել ծառայությունը, հաճախ են դեպքերը, երբ բժիշկները խնդրում են, ասում են գնացեք 2 շաբաթ հետո եկեք, 3 շաբաթ մինչև հասկանանք ինչ է կատարվում։ Այս պահին լուրջ խնդիրներ կան առմետ համակարգի հետ, քաղաքացիները ունեն խնդիրներ իդենտիֆիկացիայի եւ այլի հետ կապված, քաղաքացիները երբ որ առմետ համակարգը ներբեռնում են, տեսնում են, որ իրենք ստացել են այնպիսի բուժօգնություններ, որը երբևիցե չեն ստացել, կամ հակառակը իրենք ստացել են տարբեր ծառայություններ, սակայն ներբեռնված չեն առմետ համակարգի մեջ եւ այսպես բազմաթիվ խնդիրներ կան համակարգում։ Բեդից բացի քաղաքացիները ինչ խնդիրների են բախվում հաստատություն դիմելիս, եթե բժշկական ապահովություն ունեն։ Ամենահաճախ խնդիրը, որը կա այս պահին, որ քաղաքացիներին հաճախ հորդորում են կոմպոնենտով համավճարներ անելը, մյուս խնդիրը այն է, որ քաղաքացիներին հորդորում են, որ ավելի լավ է իրենք ստանան ընդհանրապես վճարովի ծառայություն, այսինքն ապահովագրությունը դնեն մի կողմ, որովհետև իրականում բժշկական կենտրոնները այդ ծառայությունների համար ստանում են շատ ավելի քիչ գումարներ, այսինքն գումարները նույն պետպատվերի, այսպես ասած գումարներն են, որը իր ծախս արդյունավետությունը չի փակում, որի արդյունքում բժիշկները շահագրգռված չեն ապահովագրված հիվանդ սպասարկելուն։ Եվ այս մի փոքրիկ մասան, որ շոու են սարքում, որ այսօր 500,000 դրամանոց վիրահատությունը կատարվեց անվճար, այսօր 2 միլիոն դրամանոց վիրահատությունը արվեց անվճար, միշտ էլ այդպիսի վիրահատություններ տարբեր սոցիալական ծրագրերի շրջանակներում արվել են անվճար։ Մենք պետք է խոսենք ընդհանուր գլոբալ հանրային առողջապահության մասին, մեծ ծավալների մասին, այլ ոչ թե դնենք ամեն հիվանդանոցից 1 հիվանդ նկարենք եւ ասենք մեր ապահովագրությունը կայացավ։ Այդ թանկարժեք վիրահատությունների մասին իհարկե խոսում են, բայց հետ վիրահատական խնդիրներ գոյություն ունեն, որոնց մասին քաղաքացիները բարձրաձայնում են արդեն։ Այսինքն դեղորայքի խնդիր կա, որ չեն կարողանում գնել այդ դեղորայքը, որովհետև բավականին թանկ են։ Հիմա այս հարցերը ինչպես պետք է կարգավորվի։ Դեղորայքի խնդիր կա, խնամքի խնդիր կա, որը որ չի ծածկում ապահովագրությունը, արդեն նախագծերը շրջանառվում է եւ արդեն բնակչությունը բախվում է այն խնդրի հետ, որ
այդքան էլ չի, որ իրենց դեղորայքը անվճարեր, օրինակ 65 տարեկան դեպքի համար 36,000 դրամ դեղորայքի փոխհատուցում են տալիս, իսկ 36,000 դրամը այսօրվա դեղորայքային շուկայի գներով բավականին փոքր ծածկույթ է ապահովում, այսինքն կարելի ասել չի ապահովում դեղորայքային, այո, խնդիրը մնում է օդում։ Եվ ամենամեծ խնդիրը մտավող վախությունը այն է, որ բնակչությունը այս կարևոր ռեֆորմից կհիասթափի եւ հետո շատ դժվար կլինի բնակչությանը հակառակում համոզելու համար։ Խոսենք շտապօգնության ծառայությունից, այստեղ եւս խնդիրները բազմաթիվ են եւ ձեր վերջին գրառումը նաեւ վկայում է ոլորտի խնդիրների մասին։ Ձեր գրառումից հետո իսկապես շատ-շատերի մոտ քմծիծաղ է առաջանում, այսինքն 65 եւ բարձր տարեկան, ասենք, բժիշկը, ինչպես է կին բժիշկը, ինչպես է մոպեդով հասնելու հիվանդին։ Եվ եթե կարիք է լինելու անհրաժեշտություն առաջանա հանկարծ հիվանդին տեղափոխել հիվանդանոց, ինչպես է դա արվելու։ Ճիշտն ասած, իմ գրառումը շատերը անլուրջ էին ընդունել եւ անձնական նամակներով ասում են, լավ, չի կարելի այդպես անլրջացնել շտապօգնությունը, ասում եմ, բայց ես չեմ դա, հենց հիմա իդրաֆտում այդ նախագիծը պատտվում է, այո, իդրաֆտում դրել են նախագիծ, մոպեդների պայման պահանջները այդ ծառայությունը մատուցելու համար, հա, եւ այստեղ բացի այն, որ մեր հայաստանյան մոպեդները լինելու են գերծանրաբեռնված բժշկական սարքավորումներով, այսինքն այդ մոպեդով բժիշկը, որը որ պետք է գնա, ինքը պետքա դեֆիբրիլյատոր ունենա, EKG-ի ապարատ ունենա եւ այդպես 12 թե 13 կետով կա, ինքը չունի բուժքույր, այսինքն եթե ինֆուզիայի ներարկման եւ այլի կարիք կա, ինքը պետքա բժիշկը դա անի, այսինքն բուժքույրական գործառույթն էլ պետք է բժիշկը անի, իսկ մենք գիտենք, որ սուր դեպքերում պետք է օգնող ձեռք, օրինակ արհեստական ռեանիմացիոն գործողություններ անելուց եւ այլն, եւ այդ մոպեդով բժշկին տալիս են նաեւ նարկոտիկ անալգետիկներ, նարկոտիկ ցավազրկող պրեպարատներ եւ այստեղ ինչը վտանգավոր է նաեւ այդ բժիշկների, այսպես ասած, կյանքին վտանգ ներկայացնող իրավիճակներ են ստեղծում հասկանալի պայմաններով։ Ասում են միջազգային փորձն ենք վերցրել, այո, միջազգային զարգացած երկրներում կա այդպիսի փորձ, բայց դրանք չեն սպասարկում, չեն փոխարինում շտապօգնությանը, դրանք պարամեդիկներ են, նախաբժշկական բժշկական է, ուրեմն ծառայություն է, հաճախ այդ պարամեդիկները, երբ որ ստանում է շտապօգնությունը կանչեն, նաև ստանում են այդ մոպեդների պարամեդիկները, որոնց որ պատրաստում են, եւ դրա արդյունքում պարամեդիկը ավելի արագ հասնում է որոշակի առաջի բուժօգնություն է ցույց տալիս, մինչև շտապօգնության գալը։ Անգամ կան երկրներ, որոնք որ մարդիկ են, որոնք անցնում են այդ կրթական առաջի բուժօգնություն ցուցաբերելու առանց բժշկական կրթության, մարդիկ ստանում են այդ կրթությունը, հա, առաջի բուժօգնություն տրամադրելու, իրենց ապահովում են համապատասխան ուրեմն արկղով եւ այդ մարդիկ շտապօգնության հետ ստանում են կանչը, եթե մոտակայքում են լինում իրենք առաջի բուժօգնությունը ցույց են տալի, մինչև շտապօգնության մոտենալը։ Հայաստանի Հանրապետությունում որոշել են, որ պետք է շտապօգնության ծառայությունը փոխարինեն մոպեդներով, բժիշկների կանչերով, իսկ որտեղից են գտնելու այդ բժիշկները, որտեղից են գտնելու այդ ծառայության կարևորությունը ոնց են գնահատել, ես դա չեմ հասկանում, սա անլուրջ է, մեծ առումով սա օպտիմալացում է, որովհետև բուժքույրերը այլևս պետք չեն լինելու եւ բուժքույրերի օպտիմալացում կլինի շտապօգնության ծառայությունում, ինչպես նաեւ ծախս արդյունավետություն գնահատելով բնականաբար մոպեդի ծախսերը ավելի քիչ են, քան շտապօգնության մեքենայի եւ արդյունքում շտապօգնության բազմամյա փորձ ունեցող բժիշկները բնականաբար մի օր կհայտնվեն որպես անգործ կլինեն, իսկ ում վրա են հույսը դրել, բնականաբար 10 տարի, 7 տարի, 8 տարի բժշկական համալսարանում սովորած եւ ավարտած բժիշկները չեն դառնա մոպեդավար շտապօգնության բժիշկներ
հիվանդներ, իրանց հույսը կլինիկական օրդինատորների վրա է, սակայն կլինիկական օրդինատորները ավարտելուց հետո իրենց կլինիկական օրդինատուրան կլքեն համակարգը եւ մենք կգա մի օր, որ կունենանք լուրջ խնդիր կադրային քաղաքականություն շտապ օգնության մեջ եւ շատ հետաքրքիր է, որ պայման պահանջների մեջ դրել են կադրային պահանջը բժիշկ, համապատասխան դիպլոմով եւ այլն, բայց մոռացել են դնել նաեւ վարորդական իրավունքի մասին պահանջը, այսինքն ստացվում է, որ պահանջ չկա եւ մոպեդավար կարող է լինել ցանկացածը, ով ունի բժշկական կրթություն։ Խոսենք նաեւ վերջին սկանդալից, օրեր առաջ հիվանդանոցներից մեկում հրաժարվել են ընդունել շտապօգնությամբ ժամանած հիվանդին։ Սա ինչ է համակարգի փլուզում է թե դեգրադացիա է միգուցե համակարգի, երբ հիվանդին ծանր վիճակով հասցնում են հիվանդանոց եւ բժշկական համակարգը, բժիշկները հրաժարվում են ընդունել պացիենտին։ Այո։ Առավել եւս երբ պացիենտը օտարազգի է, եթե չեմ սխալվում։ Երկու պացիենտ են եղել, որը մեկը եղել էր Հայաստանի Հանրապետության քաղաքացի, մյուսը օտարազգի։ Իրականում այս դեպքերը բազմաթիվ են Հայաստանի Հանրապետությունում, սակայն այս կոնկրետ դեպքը հայտնվել էր ֆոտոլրագրողի աչքի առաջ դիտակետում, բայց իրականում մեր շտապօգնության բժիշկները, շտապօգնության ծառայությունը ունի այդ խնդիրը, երբ որ հիվանդին հասցնում է հիվանդանոց եւ հիվանդին չեն թողնում մտցնել ընդունարան։ Ինչու, ասում են, ռեանիմացիոն տեղերը փակ են, չունենք տեղ եւ այլն, ով է այդ վերահսկողությունը անում, իմ համար անհասկանալի է, այսինքն ճշտում են հիվանդների կարգավիճակները եւ որոշում են, եթե դա ծախսարդյունավետության հիմքով իրենց հետաքրքիր հիվանդ չի, ապա ասում են մեր ռեանիմացիան փակ է ու չեն վերցնում այդ հիվանդին։ Շրջանցում են, որքանով տեղյակ եմ, նայել են, զննում իրականացրել են, բայց արդեն լրագրողի դիտակետում հայտնվելուց հետո։ Սա նաև մարդկային միգուցե բարոյականության խնդիր կա միգուցե։ Այո, այստեղ բժշկական օգնության եւ սպասարկման օրենքը եւ նրանից բխող ենթաօրենսդրական բազմաթիվ ակտեր էր խախտվել, այսինքն հիվանդը, երբ որ շտապօգնության մեքենայով գալիս է հիվանդանոց, ապա գոյություն ունեն բազմապրոֆիլ հիվանդանոցներում, ընդհանրապես հիվանդանոցներում ընդունարան հասկացությունը։ Նրանք պետք է հոսպիտալացնեին հիվանդին ընդունարան, չսպասեցնեին շտապօգնության երկու մեքենային 40 րոպեից ավել, որովհետև այդ մեքենաները ծառայության մեջ են եւ իրենք ունեն կանչեր եւ պատասխանատվություն, եւ հենց ընդունարանում, որտեղ հիվանդը կարող էր մնալ 6 ժամ, այնտեղ ախտորոշեին, եթե չուներ հիվանդը խնդիր, ապա ընդունարանից դուրս գրեին գնար, եթե ուներ խնդիր, ապա հիվանդին հոսպիտալացնեին համապատասխան բաժանմունքներում, բայց ինչ է նշանակում շտապօգնության մեքենայի մեջ զննում կատարելը, դա լիցենզավորման մասին օրենքի խախտում է այլևս եւ հիվանդանոցի ռեանիմացիայի ծառայության ղեկավարը կամ ցանկացած բժիշկը իր բժշկական գործունեությունը կատարում է այն բժշկական կենտրոնում, որտեղ ինքը աշխատում է, այլ ոչ թե փողոցում շտապօգնության մեքենայի մեջ։ Եվ անկախ նրանից հիվանդները ալկոհոլ ընդունած են թե չէ, ալկոհոլ ընդունած մարդկանց մոտ են լինում ինսուլտներ եւ ինֆարկտներ եւ պետք է այստեղ ախտորոշումը ճշտվեր, կատարվեր կլինիկական ախտորոշման որոշում, այնուհետև նոր որոշային այդ հիվանդների հետ ինչ են անում։ Եվ ինձ համար շատ տարօրինակ էր այս պատմության մեջ առողջապահության նախարարության արձագանքը, առողջապահության նախարարության մամլոխոսնակը իր անձնական էջով է հերքում եւ արագ հերքում է բազմաթիվ պատճառներ բերելով, որ ճանաչում են այդ հիվանդներին, նրանք հաճախ են լինում այդ հիվանդանոցում, այդ վիճակում եւ այլն, այսինքն ինչ է նշանակում մենք ճանաչում ենք հիվանդին։ Այստեղ լուրջ իրավունքի խախտում կա կամ ինչու եք հայտարարում, որ հիվանդը ալկոհոլի ազդեցության տակ էր, ալկոհոլի ազդեցության տակ գտնվողները հակացուցում
չունեն մեր բժշկական կենտրոններում բուժումներ ստանալու համար։ Եվ այստեղ ուրիշ խնդիր էլ կա, եթե անգամ դուք ճիշտ եք եւ այդտեղ խնդիր կա, մյուս կողմը։ Իսկ ինչու է շտապ օգնությունը երկու հիվանդի ռեսուրսը ծախսել, բերել կանգնել այդտեղ։ Այսինքն դուք որպես նախարարություն առնվազն պետք է հայտարարեիք, որ կատարվելու է փորձագիտական ուսումնասիրություն խնդիրը հասկանալու համար, այլ ոչ թե արագ հերքեիք մասնավոր բժշկական հիմնարկը, ինչու չի ընդունել հիվանդին։ Վերջում շատ կարճ խոսենք նաև այն խոսակցությունների մասին, որ առաջիկայում նախատեսվում է նաև ատեստավորել բժիշկներին։ Սա ինչ նորություն է։ Սա դեռ 3 տարի առաջ ընդունվել էր բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքով, շատ կարճ որ ասեմ, սա մի գործընթաց է, որը որ հստակ նվաստացուցիչ է լինելու մեր բժիշկների համար, ի տարբերություն ուսուցիչներին, որտեղ որ ռեալ տեստավորման փուլ էին գնում, բժիշկների մոտ ավելի կրեատիվ են գտնվել, մրցույթը կատարելու են 2 փուլով, տեստավորումից բացի լինելու է գործնական հմտությունների հանձնում։ Այսինքն բժիշկը պետք է գնա մի հանձնաժողովի մոտ մոլիաժի վրա վիրահատություն անի եւ այդ հանձնաժողովը գնահատ ինքը ճիշտ արեց թե չէ, կամ թոքեր լսի, կամ աուսկուլտացիա անի եւ այլն, պերկուսիա անի, եւ այստեղ հարց է առաջանում, իսկ այն մարդիկ, որոնք որ ընդունում են այդ մրցույթը, քննությունը, ում դեմ են հանձնել այդ քննությունը, արդյոք իրենք լիցենզավորված են, որ վերցնում են այդ քննությունը, եւ մյուս խնդիրը Հայաստանի Հանրապետությունում կա բժշկական կրթություն ապահովող համալսարաններ եւ այս ուսումնական հաստատությունների դիպլոմները այս մարդիկ ասում են առ ոչինչ են, եթե դուք չեք հանձնում այդ քննությունը, այսինքն մեր բժիշկները եթե չեն հանձնելու այդ քննությունը, ապա իրենց դիպլոմները դնելու են մի կողմ, որովհետեւ իրենց արգելվելու է զբաղվել բժշկական գործունեությամբ։ Սա լուրջ խնդիր է, Իսկ մարզերի դեպքում տեսեք բժիշկը եթե ատեստացիան չի անցնում, իսկ մարզերում հեշտ չի բժիշկ գտնելը, այսինքն նա այլևս իրավունք չունի գործունեություն ծավալելու, նրա փոխարեն ով է աշխատելու, որտեղից է մասնագետ գալու։ Ամեն ձև խնդիրներ են առաջացնում եւ որի տակ խորը կոռուպցիոն ռիսկեր են նաեւ լինելու։ Այո, մեր մարզի բժիշկները չեն կարողանալու կամ եթե չհաղթահարեն այս փուլը, ապա նրանք արգելելու են աշխատել եւ ամենակարևոր հարցը այստեղ շահերի բախումն է։ Բժշկական համայնքը փոքր է, բոլորը իրար ճանաչում են, բոլորը իրար կամ շատ սիրում են, կամ մեղմ ասած չեն սիրում, որովհետև կա նաև կոնկուրենցիա, հա, բժշկական կենտրոնների մեջ, Հայաստանն էլ շատ փոքր է, ապա ինչպես եք դա այդ հարցը լուծում, ինչպես եք վստահ, որ հանձնաժողովում գտնվող վիրաբույժը, որը որ X կլինիկայից է, Y կլինիկայի վիրաբույժին անձնական պատճառներով չի թույլ տա, որ այդ լիցենզիան ստանա։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Առողջապահության ոլորտի խնդիրների մասին մենք զրուցում էինք փորձագետ Անուշ Պողոսյանի հետ։ Ցտեսություն։